Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով մայիսի 29-ին ժամը 1-ից 1:15-ի սահմանում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ղոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, ուժասներ չկան։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է անհանգստություն ստեղծելու սահմանային հատվածում, միաժամանակ նշում է, որ խաղաղությունը չունի այլընտրանք։ Ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ եւ անհանգստություն առաջացնելն է եւ իհարկե երբ որ գյուղի մոտ կրակում են, դա անհանգստացնում է բոլոր գյուղացիներին, դա բնական է, որ այդպես էլ կա։ Եթե տեսնում են երբեմն գնդակները կպնում են իրենց տանիքներին կամ տարբեր շինություններին, իհարկե դա անհանգստացնում է։ Խաչատրյանի խոսքով դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ մտադրությունները պարզելու համար։ Ցավոք սրտի կրկնվում են այդպիսի դեպքերը, դատաձգաբանական, բալիստիկ մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք այդ գնդակների ուղղությունը որտեղից են եղել, ուղիղ նշանառությամբ եղել, թե գուցե պատահական, թե գուցե այլ հանգամանքներում։ Այս քրեական գործերի քննություններից արդեն այդ մտադրություններն էլ ավելի կպարզեցվեն։ Խաչատրյանի համոզմամբ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի հնարավորինս շուտ։ Խաղաղության պայմանագիրը լինելու է, դելիմիտացիա լինելու է, սահմանից զորքերը հեռացվելու են, սահմանապահներն են հսկելու սահմանային հատվածները։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողներին վստահեցրել է, որ խաղաղության կառուցման տրամաբանության մեջ առաջընթաց կա, իսկ սահմանային միջադեպերի խնդրում հայկական կողմը հետևողականորեն առաջարկում է պայմանավորվել հրադադարի խախտումների մեխանիզմների շուրջ։ Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում լարվածության լիցքաթափումը կախված չէ միայն Հայաստանից եւ Ադրբեջանից։ Եվ որևէ մեկը չի կարող բացառել, որ այդ դիմակայությունը կունենա որոշակի դրսևորումներ, ինչը առաջին հերթին վտանգավոր է Հայաստանի համար, որտեղ Հայաստանի իշխանությունը եւ իր ստեղծած համակարգը պարզապես հնարավորություն չունեն արդյունավետ ձևով հակազդելու այն մարտահրավերներին, որոնք այսօր դրսևորում են տարբեր մակարդակում։ Ըստ Աբրահամյանի կրակոցները թիրախավորված են եղել եւ պատահական կամ անկանոն բնույթ չեն կրել։ Այն ինչ որ դրսևորում է առաջնագծում այսօր 5 տարի առաջ, 10 տարի առաջ, դրանում կա շատ ընդգծված քաղաքական էլեմենտ։ Սա զուտ պատահական կրակոցներ չեն։ Պատահական չի լինում, որ այդ կրակոցները սկզբում լինում են անկանոն, հետո մարտական դիրքերի, հետո արդեն ուղիղ բնակավայրի ուղղությամբ։ Ընդ որում նշանառության տակ են վերցված կոնկրետ արդեն առանձնատներ եւ ոչ միայն այսօր հաղորդված տեղեկատվության հետ կապված, այլ սրանից նաեւ մի քանի շաբաթ առաջ մի քանի անգամ նաեւ բնակավայրի ուղղությամբ ուղղված այդ կրակոցները ակնհայտ են դարձնում, որ ուղիղ եղել է նշանառություն, որովհետեւ խոցման տիրույթը եղել է ապակիները, այսինքն տան ապակիները դուրն է եղել եւ այլն։ Անվտանգության խորհրդի քարտուղարը պնդում է, որ արդեն սահմանազատված 12.7 կիլոմետր հատվածում վերջին 5 տարվա ընթացքում գրանցվել է միայն 1 միջադեպ։ Ադրբեջանի հետ աշխատում ենք սահմանազատումը շարունակելու ուղղությամբ, այլ տարածքներում նույնպես կայունություն հաստատելու համար, ասել է Գրիգորյանը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։